2026 թվականի պետական բյուջեում Ադրբեջանի պաշտպանության եւ ազգային անվտանգության ծախսերը կկազմեն մոտ 5.1 միլիարդ դոլար, ինչը ընդհանուր ծախսերի շուրջ 21%-ն է։ Սա կարող է շատ վտանգավոր թվալ, բայց հարցը իրականում միայն փողին չի վերաբերում, այլ թե ինչ անվտանգային մոդել ենք կառուցում մենք Հայաստանում։ Մեր պատասխանը պետք է լինի ոչ թե սպառազինությունների անվերջ մրցավազքը, այլ խելացի անվտանգային միջավայրի ստեղծումը։ Պետք է կառուցենք այնպիսի վիճակ, որ Հայաստանի վրա հարձակվելը Բաքվի համար դառնա քաղաքական, տնտեսական եւ դիվանագիտական ինքնասպանություն։ Դրա համար պետք է շարունակել խորացնել հարաբերությունները Եվրամիության, եվրոպական առանձին երկրների, Միացյալ Նահանգների, Հնդկաստանի հետ, մտնել էներգետիկ տրանսպորտային տեխնոլոգիական շղթաների մեջ, որտեղ Հայաստանի վրա հարձակումը կնշանակի հարձակվել այդ երկրների շահերի դեմ։ Բանակի ներսում պետք է գնանք քանակից դեպի որակ, ավելի քիչ ժամկետային, ավելի շատ բարձր վարձատրվող պրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ, ավելի բարձր պատրաստվածություն, ավելի մեծ պատասխանատվություն, ավելի քիչ ցուցադրական տեխնիկա, ավելի շատ հակաօդային պաշտպանություն, անօդաչու համակարգեր, կիբեր պաշտպանություն եւ ամենակարևորը ուժեղ տնտեսություն։ Եթե Հայաստանը դառնա գիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի արդյունաբերության կենտրոն, եթե մեր գյուղերը, քաղաքները, ճանապարհներն ու էներգոհամակարգը աշխատեն ամբողջ հզորությամբ, ապա յուրաքանչյուր դրամը, որ ներդնում ենք զարգացման մեջ, միևնույն ժամանակ ներդրում է նշանակում անվտանգության մեջ։ Պատերազմին չի դիմանում թույլ աղքատ պետությունը։ Պատերազմին դիմանում է խելացի, կազմակերպված, տնտեսապես աճող պետությունը։ Այդ ճանապարհն է մեր իրական երկարաժամկետ անվտանգությունն ու հաղթանակը։